Սիրելի հայրենակիցներ, քույրերի եղբայրներ ողջույն եւ բարի վերադարձ Խոստուկ մեդիա։ Այսօր մեր հիմնարկ թողարկման հարգարժան հյուրն է Տիան Ալեքսանդր Քանանյանը, որը ինչպես որ գիտեք, հայտնի է մի շարք պատճառներով, այսպես ասած ելնելով մասնագիտական, թե իրեն աշխուժ քաղաքական կյանքով, նա գրաբար ուղղագրության մասնագետ է, ուսուցանում է նաև այդ կարևոր մոտեցումը, որ անհրաժեշտ է մեր ազգի համար, քաղաքական գործիչ, նաև ինչու՞ չէ, բառիս հարգարժան իմաստով, պարզապես կոչումով հայ։ Բարև ձեզ, պարոն Քանանյան։ Ողջույն, բարև ձեզ։ Շնորհակալություն ձեր թանկ ժամանակի համար։ Վաղուց սոցկայքերում կարծես թե չեք արտահայտվել, չեք հյուրընկալվում, որից է արտակ, դա ձեր ցանկությունը, ես այդպես գիտեմ։ Կարող եք երկու բառով ասել ինչու չեք ամենում արտահայտվել, այն դեպքում, որ ձեր ձայնի կարիք ունենք։ Ընդհանուր առմամբ, այո, իհարկե դա նախ եւ առաջ իմ ցանկությունն է, երևի թե ինձ հետևողները տեղյակ էին, որ 21 թվականից ի վեր, այսինքն Քարվաճարից վտարանդվելուց մոտ կես տարի անց, լրատվական ռադիոյի հրավերով ես հաղորդում էի վարում, որը շաբաթական 2 անգամ էր հեռարձակվում, եւ երկընտրանք էր այդ հեղինակային հաղորդման անվանումը, որտեղ ես փորձում էի եւ ընթացիկ առաջացող քաղաքական իրավիճակի հարցերին պատասխաներ տալ, բայց իհարկե հիմնականում ինձ համար այդ հարթակը, ինչպես նաև ինձ թվում է նաև կազմակերպիչների համար, այն էր, որ որոշակի պարզ, բայց միանգամայն ստվերված ճշմարտություններ եւ իրողություններ իմ հայրենակիցներին փորձեն փոխանցել։ Հատկապես նոյեմբերի 9-ի հայաստանակործան, խայտարակ, կործանարար բոլոր իմաստներով ազգային դավաճանությունից հետո, եւ ես շատ շնորհակալ եմ այդ ժամանակին ինձ ընծայված հնարավորությունից։ Ես փորձել եմ ոչ այնքան կենտրոնանալ մանր եւ ընթացիկ խնդիրների վրա, որքան հիմնական ասելիքը փոխանցել, որ մենք գոյաբանորեն մեծապես վտանգված ենք, որ մեր պետական ազգային գոյությունը մեր հայրենիքի վերջին հողակտորում բարիս ամենաուղիղ իմաստով մազից է կախված, եւ այն ժամանակ նաև տակավին կար Արցախի մնացորդը, եւ ես որչափ որ փորձում էի մեղմ, այնչափ էլ հստակ փորձում էի այնուամենայնիվ մարդկանց նախապատրաստել անխուսափելի գալիքին, եւ նաև բավական շատ քննադատվել եմ իբր հորետեսություն տարածելու համար, բայց ինչ որ մի պահին ամենայն անկեղծությամբ ես զգացել եմ, որ ինչպես դա մի փոքր լեզվական ռուսաբանություն է, բայց ես այն օգտագործեմ, ես մի տեսակ կրկնվում էի անընդհատ, միևնույն բաներ ասելով, ինձ որոշակիորեն ասելիքի տեսանկյունից սպառված զգացի, բայց հիմնական պատճառը դուք նաև դա նշեցիք, որ ես բավական քիչ եմ այսօր, այսինքն ցանցային հարթակներում ուղիղ խոսքն ասում, որովհետև ես հատկապես տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնց ելքը ինձ համար բոլորովին անսպասելի չէր, ես մի բան որոշեցի ինքս ինձ համար, ես արձանագրեցի եւ իգիտություն ընդունեցի, ես չեմ կարող ասել, որ ես հարգել եմ հայաստանյան հասարակության զգալի մասի որոշումը, ես պարզապես այն իգիտություն եմ ընդունել, որպես ինչ որ իմաստով համարյա համազգային ինքնասպանության եւ համազգային անարժանապատվության մեջ մնալու հանրային հայտ, եւ ես չեմ հրաժարվել իմ ազգությունից, ես բնականաբար նպատակ ունեմ մինչև իմ կյանքի վերջին շուրջը իմ սահմանափակ կարողությունների շրջանում, այսինքն օգտակար լինել ազգին, ես ունեմ իմ ազգային օրակարգը, որը շատ հստակ է, թեպետև շատերի համար տարօրինակ եւ ինչ որ իմաստով անգամ անընդունելի, բայց պարզապես ես իգիտություն եմ ընդունել, որ իմ հայրենակիցների մեծ մասը անգիտակցաբար, բայց նաև հոգեբանական, մշակութային մինչև իսկ կենցաղավարական բազմաթիվ պատճառների բերմամբ
կամա թե ակամա գիտությամբ կամ անգիտությամբ որդեգրել են, կրկնում եմ, ազգային ինքնասպանության ճանապարհը եւ մենք պետք է ի վերջո ապահովենք մեր ազգի կենսունակությունը շրջանցելով իրենց այդ որոշումը ոչնչանալու։ Հմ։ Ինչպես որ ասացիք, այդ նույն տարօրինակ եւ դեռևս երևի այս պայմանը շատերի համար ոչ հասկանալի օրակարգը նույնպես մերն է։ Մենք նախորդ թողարկման ժամանակ, որտեղ ես միայնակ էի խոսում, խոսքս էի ուղղում մեր հայրենակիցների, նշեցի, որ այդ ընտրությունների արդյունքը ես անձամբ եւ ոստո մեդիայի հարթակում մենք ընդունել ենք, որ այդպիսի բան չի եղել, մենք չենք ընդունում ներկայիս ազգային ժողովի անգամից գոյությունը, դա նույնպես քաղաքական դիրքորոշում է, որ ես կարող եմ ունենալ եւ դա իմ քաղաքական դիրքորոշումն է այսօր, մասնավորապես երբ որ նայում ես ինչ է տեղի ունենում այնտեղ, հա, ես անկեղծ ասած փորձում եմ ես էլ չհետևեմ այդ իրադարձություններին, տենց քաղաքական լուրերին շատ քիչ եմ հետևում, որովհետեւ հասկացել եմ, որ դա հակարդ է։ Ուղղակի նոր բան այնտեղ չես կարող դու բացահայտել։ Իրավիճակը անդադ նույնն է մնում, եթե ոչ ավելի վատն է դառնում։ Ջան Քանանյան, գիտեմ, որ Արցախում որ բնակվում եք Հարվաճարում, թե ինչպես որ ասացի, մասնագետ եք գրապար հայ ուղղագրության, հա, դասավանդել եք, ակտիվ քաղաքական նաև կյանք եք ունեցել, ինչու՞ չէ նաև ոմանք ասեին բնապահպանական, գիտեմ այնտեղ նույնպես շատ ակտիվ եք։ Հիմա ապրում եք Կապան քաղաքում, որտեղ նույնպես խնդիրները կարծես թե նույնն է մնացել, հա, բնապահպանական աղետ, շատ վատ վիճակ, քաղաքական իրավիճակը նույնպես նույնն է։ Ձեր կարծիքով, չեմ ասում ենք փրկիչներն եք մեր ազգի, սակայն ձեր կարծիքով, որը պետք է լինի լուծումը, ինչ պետք է անենք, որպեսզի իրավիճակը փոխվի, այլեզով ասած տենդենսը փոխվի, հա։ Գործարման այս ուղուց գոնե գան քիչ ավելի ապահով դիրքեր։ Սա չափազանց լայն հարց է, բայց քանի որ դուք նաև իմ կենսագրական որոշ հատվածներ հիշատակեցիք, ես կուզենամ անհրաժեշտ պարզաբանումներ մտցնել։ Իմ Արցախ տեղափոխվելու բուն նպատակը եղել է ազատագրված տարածքներում հայկական ներկայության վերականգնմանը նպաստելը, այսինքն ես իմ նախասիրությունների եւ հետաքրքրությունների շրջանակում բոլորովին նպատակ չունեի Արցախում երբևէ քաղաքականությամբ զբաղվել։ Ես ոչ թե անտարբեր էի քաղաքականության նկատմամբ, այլ ինքս ինձ համար դա հիմնական կյանքի ասպարեզ չէի դիտում։ Սակայն համարյա անմիջապես Արցախում ես բախվեցի տեղում բազմաթիվ վարչական անարդարությունների, երբեմն վերաբնակիչ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումների հետ եւ ակամա զուտ մարդկային բնազդով սկսեցի մարդկանց աջակցել եւ այդ իսկ պատճառով Արցախում ես ներքաշվեցի մի իրավիճակի մեջ, որը ես այդքան չէի կամենում անվանել քաղաքականություն, որտեղ ըստ էության դասական իմաստով ես քաղաքականությանը չեմ մասնակցել, ընտրություններին չեմ մասնակցել, տեխնացություններ չեմ դրել որևէ մակարդակի վրա, անգամ Խարվաճարի քաղաքապետի եւ այլն, բայց այսինքն ես այն ընկալում եի ավելի շուտ հասարակական գործունեություն քաղաքական տարրերով։ Այո, քաղաքագիտական իմաստով մենք մեր ընկերների բավական լայն շրջանակի հետ ժամանակին դա շատ արդիական էր Արցախում, առաջ ենք տանում միացման գաղափարը, ասելով, որ անկախության հռչակագիրը եւ 89 թվականի միավորման որոշումը շարունակում են գործել եւ Արցախը իր ողջ տարածքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այսօր այդ եզրույթը չափազանց շատ է բարիս ուղիղ իմաստով պղծվում, Արցախը իր բոլոր ազատագրված տարածքներով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մաս էր, այո, Ալիևը բոլորովին պատահականորեն չէ, որ պահանջում է սահմանադրության փոփոխություն, որովհետև անկախության հռչակագիրը բոլոր սահմանադրությունների հիմքում է եւ առասարակ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որի կտրտված քարտեզիկը մանրակերտը, ինչպես ես այն վանում եմ հետցեղասպանական Հայաստանի դագաղիկ մանրակերտը, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները այդպես մեծ խանդավառությամբ կպցնում են իրենց դոշերին, բայց ավելի ճիշտ կլիներ, որ որպես աղվեսադրոշմ այդ քարտեզը, ես հետո անհրաժեշտ եթե լինի, ես կմեկնաբանեմ իմ այսչափ բացասական վերաբերմունքը այս քարտեզի ուրվագծերին, ավելի ճիշտ կլիներ որպես աղվեսադրոշմ պատկերել նրանց ճակատներին, եթե մենք միջնադարում ապրեինք, այս իմաստով մեծ ցավ եմ ապրում, որ միջնադարում չենք,
բայց պատմությունն ու Աստված անխուսափելիորեն կդաջեն այդ աղվեսադրոշմը բոլոր նրանց ճակատներին որպես հավիտենական անեծքի խայտարակության խարան, որը երբեք եւ որևէ ապաշխարությամբ չի ջնջվի։ Բնապահպանությունն էլ այնքան էր, ես ընդորում միշտ ձգտել եմ տարանջատվել բնապահպաններից, որովհետև իմիջիայլոց այս վերջին տարիների զարգացումները եւ 44-օրյա պատերազմը եւ նոյեմբերի 9-ի Հայաստանակորցան դավաճանագիրը եւ դրանից հետո ընթացած գործընթացները ցույց են տվել, որ ոչ բոլորը, բայց բնապահպանների զգալի մասը, հիմա չեմ ուզում անուններ տալ, բավական հայտնի բնապահպաններ կային, որոնք ուղղակիորեն տարբեր կախվածությունների, երբեմն ուղղակի շահի բերմամբ այսօր լիովին եւ անվերապահորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանի հակապետական թուրքական դրածո ճակերտավոր կառավարությանը, ուստի դառնում են ինչ որ իմաստով անգամ մարդկային հարաբերություններում խորշելի, այսինքն նրանց չի կարելի բարևել, չի կարելի ձեռք մեկնել եւ այլն եւ այլն։ Բայց երբ եւ Սերժ Սարգսյանի օրոք եւ Նիկոլ Փաշինյանի օրոք իմիջիալոց հիշենք մի պահ Արթուր Օսիպյանին, նա միանգամայն եւ բացարձակապես ճիշտ մեղադրանք է ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը Արցախում համագործակցում էր ամենաքրեական, ամենահեղինակազրկված, ամենահակապետական տարրերի հետ, որոնց համագումարը մենք կարող ենք տեսնել Արայիկ Հարությունյանի պատկերում, ինչ արած, որ այսօր նա ըստ արժանվույն հայտնվել է Բաքվի բանտում, ես կնախընտրեի բնականաբար, որ նա դաշտային պատասխանատվության ենթարկվեր Արցախի գոյության վերջին օրերին, բայց եթե հայ ձեռքը չի կարողանում իր դավաճանին, իր պղծին պատժել, ապա այսպես ասենք պատմությունը երբեմն շատ դաժան կերպով մի իրավիճակ է ստեղծում, երբ նա պատժվում է այն մարդկանց ձեռքով, որոնց հետ ինքը նաև դավաճանաբար համագործակցել է նոյեմբերի 9-ից հետո։ Ինչևէ, Արցախյան գետերի մեծ մասը ուղակի մցվում էր հողովակների մեջ։ Ես երբեք դեմ չէի հիդրոէլեկտրակայաններին, ասում էի գումար ծախսեք, ջրամբարտակներ սարքեք, որ ջրի հոսքը խողովակի մեջ չմտնի։ Բայց արդեն շատ բաներ կանխորոշված էին եւ սա արդեն այն ասճան թերթված արդեն ոչ արդիական խնդիր է, որ չեմ ուզում անդրադառնալ, ուղղակի իմ ամբողջ ճակերտների մեջ ինչ որ իմաստով բնապահպանական գործունեությունը կապված էր Արցախի բնությունը փրկելու այդ դրվագի հետ։ Իսկ հիմա եկեք մի քիչ երկար եմ խոսում, Շատ լավ է, ճիշտ բաներ եք ասում։ Բայց հա այ լավ է որ գոնե մի արձագանքեցիք, որ մի փոքր երկխոսության պահը մնա, ուղղակի ներողություն եմ խնդրում, բայց հարկավ պետք է այդ մի փոքր ներածություն էլ անեի ձեր խոսքից ելնելով։ Հիմա ես կշարադրեմ մի թեզ, որի պատճառով ես շատ եմ խնդրում ունկնդիրներին գիշ եւ անիրատես եւ անլուրջ համարել ոչ թե այս հաղորդումը վարողին, այլ այս հաղորդման հյուրին։ Ես չեմ ուզում իմ ասելիքի պատասխանատվությունը դնել ձեր ուսերին, այսպես ասած։ Ազատ արտահայտվեք, ձեր հարթակում եք։ Հա, չէ, ընթորում ես այսպես ասած հակասահմանադրական կոչեր անելու որևէ ցանկություն չունեմ, ես շատ ավելի սարսափելի բան եմ ուզում ասել։ Բայց սա իրականում այն է, ինչը կարող է ուրվագծել եւ ապահովել լուծումը։ Եկեք այսպես ձևակերպենք, որն է լուծումը։ Լուծումը մենք պետք է նախ եւ առաջ ձևակերպենք դրական բառապաշարով։ Դրա համար ես այսպես եմ ձևակերպում. հայությունը որպես ազգակերտ եւ քաղաքակրթակերտ ինքնություն ունի բացարձակ անոտարելի վերժամանակյա աստվածային իրավունք, ընդորում ես պատահական չէ, որ կիրառում եմ աստվածային իրավունք եզրույթը, այնի տարբերություն շատերի, որոնք անմիջապես ոտքի կկանգնեն ու կսկսեն իրենց հանդերձները պատռել ասելով, որ այսինչ հակաքաղաքագիտական եզրույթներ է օգտագործում մարդը, այսօր
մեզ ոչ բարեկամ, գործնականում մեզ թշնամի Իսրայել պետությունը, վաղուց ի վեր աստվածային իրավունք հասկացությունը բերել է միջազգային քաղաքականության դաշտ։ Երբ օրինակ Իսրայելի գոյության իրավունքը հիմնավորվում է նաև ի թիվս այլ հիմնավորումների, նաև որպես աստվածային իրավունք։ Աստվածային իրավունք ասելով ես պարզապես համագումարի եմ բերում իմ բոլոր նախորդ ասածները։ Մենք հայ ենք, մենք հայություն ենք, մենք ձևավորվել ենք Հայաստան կոչվող հայրենիքի տարածքում, որը բավական հստակ սահմաններ ունի պատմականորեն, եւ մենք որպես այդ տարածքում ձևավորված ազգություն ունենք, կրկնում եմ, անօտարելի վերժամանակյա բացարձակ իրավունք միահեծան միայն մենք եւ ոչ թե ուրիշները մեր տարածքում իրավունք ունենք այդ տարածքում եւ ֆիզիկապես ապրելու, արարելու, երջանիկ լինելու, մի քիչ պաշինյանական բառապաշարներ օգտագործենք, այլև ունենալու բացառապես եւ եզակի իրավունքներով ազգային պետականություն։ Եվ հայ ժողովրդի հայության ապագան պետք է շարունակի ձևավորվել, մնալ, շարունակվել այդ տարածաշրջանում։ Հիմա եւ ազգային պետականության սահմանների մեջ ուրեմն ինչ է տեղի ունեցել պատմականորեն դարեր տևած գործընթացներով մեր շուրջ պատմական եւ տարածաշրջանային միջավայրը շատ է փոխվել։ Ժամանակին մենք հարևան ենք եղել լայն իմաստով ասած բյուզանդացի հույների հետ, հարավում ասորիների հետ, պարսիկների հետ, հյուսիսում քարթվելական ժողովուրդների հետ, որոնք այսօր միավորվել են վրացի հասկացության ներքո, ներկա վրացի հասկացության ներքո։ Մենք ունեցել ենք շատ մեծ խնդիրներ բոլորի հետ եւ ինչպես ցանկացած հարևանները պատմության մեջ բոլորի հետ։ Բայց մի բան ակնհայտ էր։ Բոլորիս համար մենք տվյալ տարածաշրջանի մասնիկ էինք եւ ոչ ոք նպատակ չուներ մյուսին բնաջնջելու։ Նպատակ ունեին մեկին տիրելու, ինչ որ իմաստով ձուլելու, բայց ոչ ֆիզիկապես բնաջնջելու։ Սակայն իրավիճակը փոփոխվել է եւ այսօր մենք շրջապատված ենք թուրքական երկու պետություններով։ Կա Թուրքիան, որը շատ մեծ ծավալապաշտական նկրտումներ ունի ոչ միայն նորոսմանականության համատեքստում, այլև այո մոտակա տասնամյակներին անպայման իրագործվելիք իսլամական ուրեմն ծավալապաշտական գործընթացներում դեպի ժողովրդագրորեն թուլացող Եվրոպա, այո դա էժանագին ռուսական քարոզչություն չէ, սա շատ լուրջ մեծագույն խնդիր է, որը եվրոպական ազգերն ու պետությունները իրենց առջև ունեն որպես խնդիր, բայց մենք էլի գանք մեզ Թեպետ այդ ասելիքները շահկապված են։ Եվ արևելքից մենք ունենք Ադրբեջան։ Հետո մի բան եւս արձանագրենք, որ այսօրվա Հայաստանը, այն մանրակերտը, որ Նիկոլ Փաշինյանը կպցնում է իր դոշին եւ որպես ոսկոր տալիս բաժանում է իր հետևորդներին անպատիվ եւ անբարո, սա պատահական ուրվագից չէ։ Տեղի է ունեցել ցեղասպանություն, հայ ժողովրդի մեծ մասը բնաջնջվել է իր պատմական հայրենիքում, պատմական հայրենիքի մեծ մասը օտարվել է մեզանից, բայց քանի որ ինչ-ինչ պատճառներով ցեղասպանությունը, ասենք, իրականացվել է 90 ոչ թե 100%-ով, ցեղասպանությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի հանցավոր հետ ցեղասպանական մասնատում երկու դերակատարների կողմից, Թուրքիայի կողմից, որը Օսմանյան կայսրության բնական իրավահաջորդն էր, եւ Խորհրդային Միության կողմից, որը Ռուսաստանական կայսրության այնուամենայնիվ իրավահաջորդն էր, ինչպես եւ այսօր Ռուսաստանի Դաշնությունը եւ Ռուսական կայսրության եւ Խորհրդային Միության այնուամենայնիվ իրավահաջորդն է։ Այլապես Խորհրդային Միությանը պատկանած բոլոր գույքն ու սեփականությունը, այդ թվում եւ ՄԱԿ-ում ինքնաբերաբար ավտոմատ կերպով, ասենք Ռուսաստանի Դաշնությանը չեր անցնի, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է լինել Խորհրդային Միության եւ Ռուսական կայսրության քաղաքականությունների իրավահաջորդը, այդ թվում եւ պատմական պատասխանատվության տեսանկյունից։ Հիմա եւ այնուհետեւ Խորհրդային Միությանը կամ Ռուսաստանին խորհրդային անցած Հայաստանի մասը կրկին ենթարկվել է հերթական մասնատման
որի արդյունքում ձևավորվել է հայ ժողովրդի համար մահաբեր գետոյի այդ եղած սահմանները։ Հիմա պարզ է, որ մենք չպետք է պայքարը դադարեցնենք, անգամ եթե Հայաստանին մնա 1 քառակուսի կիլոմետր, կամ անգամ եթե Հայաստանը ժամանակավորապես վերանա քաղաքական քարտեզից։ Բայց ինքնաբերաբար համաձայնվել եւ խորհրդանիշ դարձնել Հայաստանի հետ ցեղասպանական մասնատման հայերի համար այդ դագաղիկի տեղ թողած անկենսունակ տարածքը, սա ոչ միայն ցեղասպանության բոլոր հետևանքների կամովին ճանաչելն է, այլև դրա պատասխանատվության տակ մտնելը, որովհետև երբ դու պարտադրում ես քո ժողովրդին միջազգային իրավունքի եւ ազգային իրավունքի տեսանկյունից բացարձակապես ապօրինի հակասահմանադրական ցեղասպանական բնույթի ծագման եւ արդյունքի չակերտավոր ապօրինի վարչական սահմաններ, դու մտնում ես հայ ժողովրդին ցեղասպանելու եւ ոչնչացնելու պատասխանատվության տակ որպես էժանագին դավաճանական փոքր մի մասնիկ։ Հետևաբար, եթե անգամ ավելի փոքր տարածքում հայությունը մի օր դրսևորի կյանք ունենալու, վերստին հառնելու կամք, շատ ավելի փոքր Հայաստանը երբեք դագաղիկ չի դառնա։ Բայց երբ դու 29000 քառակուսին, որը ոչ ոք քեզ թույլ չի տալու, որ դու կառավարես կամ ունենաս, եւ մոտակա տարիներին, եթե բան չփոխվի, մենք շատ լավ կտեսնենք, թե ինչպես կսկսի արագորեն փոքրանալ անգամ այդ 29 քառակուսի 1000 քառակուսի կիլոմետր։ Ուրեմն արդեն ես ինձ թվում է բացահայտեցի։ Հիմա գալիս եմ բուն ասելիքին։ Ուրեմն մենք իհարկե կարող ենք դիմադրել, որտեվ եթե մենք խաղաղության ճանապարհով գնալ, ճակերտավոր խաղաղության, փորձենք համակերպվել 29000 քառակուսու հետ, ապա միևնույն է ոչ ոք թուրքերից չի հանդուրժի երբեք ոչ միայն երկարատև, այլև միջնաժամկետ կտրվածքով անգամ խեղճացած փոքր հայոց պետականության գոյությունը։ Նրանք շատ հստակ, իմիջիայլոց նաև շատ շիտակ ու շատ բացահայտ ասում են, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Նրանք դա ասել են, միշտ շարունակում են ասել, այս իմաստով նրանք մեզ հետ չափազանց շիտակ եւ անկեղծ են։ Եվ մենք պետք է գնահատենք այդ անկեղծությունը։ Իսկ բայց մյուս կողմից որն է խաղաղության կողմնակիցների փաստարկը։ Մենք 2 միլիոնով չենք կարող դիմադրել 100 միլիոնանոց թուրքական աշխարհին, ֆիզիկապես ի վիճակի չենք։ Բայց այստեղ պատմությունը հետեւյալ բանն է ասում. կամ դու պիտի հաղթես, կամ դու գոյություն չես ունենա։ Եվ այստեղ ես գալիս եմ ուրեմն եղանակի այս մասն է, որ հիմա կարող է շատերի մոտ ուղակի կամ դառը ժպիտ կամ զայրույթ առաջացնել։ Գոյություն ունի միայն մեկ բանաձև։ Մեր պետական ազգային անվտանգության եւ գոյության իրավունքի վերարձանագրման։ Տարածաշրջանում չպետք է լինեն այնպիսի գոյացություններ, պետական, ազգային, ռազմաքաղաքական, որոնց ներկայությունը տարածաշրջանում հարցականի տակ է դնում հայերի գոյությունը։ Դա նշանակում է, որ Կասպից ծովից դեպի արևմուտք ընկած տարածքում եկվոր թյուրքական որևէ պետական, ռազմաքաղաքական եւ այլ, հիմա չմանրամասնեմ, ներկայություն չպետք է լինի։ Թյուրք աշխարհի հետ մենք կարող ենք հանգիստ հարաբերվել, եթե թյուրքը Կասպից ծովից արևելքում է։ Կասպից ծովից այս կողմ մինչև Կոստանդնուպոլիս այս տարածքում կամ լինելու է թյուրքը լայն իմաստով, կամ լինելու է հայն ու հույնը։ Իհարկե այս հարցը մենք չենք կարող լուծել 10 տարում կամ 30 տարում, բայց այստեղ ես անելու եմ շատ համարձակ ու շատ լավատեսական պնդում։ Այնուամենայնիվ, եթե հայությունը իր ազգային ներուժի առնվազն 10-15%-ի համակարգման եւ հստակ ազգային պետական նպատակների ուղղությամբ եթե կարողանա կենտրոնացնել իր
կարողությունը եւ նպատակադրել, ոչ թե հուսահատորեն պաշտպանվել հայրենիքի վերջին հողակտորում, այլ արմատապես լուծել խնդիրը, ապա ինձ թվում է, որ 200-250 տարի հայկական իրականում գրեթե բացառիկ կարողության ներուժի ընդամենը 10-15%-ով հստակ ազգային նպատակադրմանը ծառայեցնելու պարագայում մենք կարող ենք այդ նպատակին հասնել։ Եվ վերջին ասածը այս իմաստով դա չի նշանակում, որ անպայման մենք չենք կարող իհարկե ճակատային ընդհարումներից խուսափել, բայց անպայման չէ, որ 2 միլիոնով մենք ճակատային հարձակում գործենք 100 միլիոնի վրա։ Ընդհանրապես լավագույն լուծումը, երբ դու համաշխարհային գործընթացները կարողանում ես ծառայեցնել քո նպատակներին, ինչպես երբեմն աջակցելով այդ համաշխարհային գործընթացներին, երբեմն ձգտելով դրանք ուղղել քեզ համար անհրաժեշտ ուղի, մասնակցելով այդ գործընթացների կառավարմանը, մինչ այդ ձևակերպմանը։ Հիմա գոյություն ունի մի շատ հստակ բան։ Արևմտյան Եվրոպան եւ դասական արևմուտքը, որը քաղաքակրթական շատ լուրջ խնդիրների մեջ է հայտնվել ինչ-ինչ պատճառներով, այսպես ասենք, հետարդիականության շրջանի պատմական բնական ավարտի բերմամբ։ Այնտեղ իսկապես լինելու են մեծագույն խնդիրներ կապված ժողովրդագրական խնդիրների հետ։ Թուրքիան բնականաբար Էրդողանի շատ արդյունավետ կառավարության շնորհիվ վերահաստատել է իր իրավունքը լինելու դեպի Եվրոպա, ուրեմն իսլամական ծավալապաշտության գլխավոր հովանավորողը, որը հարմար պահին նաև ռազմական իմաստով կմասնակցի այդ խնդիրներին, բնականաբար դա ոչ անմիջապես, բայց Եվրոպան ծանրագույն կորուստներ կրելուց հետո, ինչ որ մի տասնամյակներ անց, ձևավորվի այս գոյաբանական մարտահրավերին ի պատասխան եւ կառաջանա նոր ռեկոնկիստայի երևույթ։ Ժամանակին ռեկոնկիստան վերաբերեց միայն Իսպանիային, ինչ որ մի ժամանակ անց մենք ունենալու ենք եվրոպական ռեկոնկիստա։ Հիմա եվրոպական ռեկոնկիստայի գաղափարախոսության, նկարագրության, կանխատեսման, այնուհետև որպես ամենատուժած կողմերից մեկը համակառավարման մեր ջանքերով այդ ամեն ինչին մասնակցելու շնորհիվ, ոչ հիմա, բայց որոշ ժամանակ անց, մենք կկարողանանք, անգամ եթե կորցնենք ներկայիս Հայաստանը, մենք կկարողանանք ուրեմն շատ ավելի լայն ճակատով թուրքական ներկայության խնդիրը ներկայիս Թուրքիայի տարածքում լուծել։ Եվ եթե այդ պահին մենք կունենանք գոնե 150-200 հազար հայ, էական չէ, որ նրանք հայերեն չեն խոսի։ Նրանք կլինեն 1-2-3 սերնդով պատերազմների միջով անցած, եթե մենք այսքանով կարողանանք մեր հայրենիքից գոնե մի փոքր հողակտոր հետ բերել, ապա այդ նոր սերմից մենք կարող ենք ունենալ նոր հաջողություն, որտեղ կրկնում եմ, էական չէ սկզբնական տարածքը, այսինքն եթե կա գոյություն ունենալու կամք, եթե կա մաքարելու կամք, եթե կա ի հեճուկս ամենայնի, անգամ ամենաանհույս իրավիճակներում սեփական օրակարգն ազգային իրացնելու կամք, եւ դրա համար ազգը կարողանում է 10% իր ներուժը ծառայեցնել, ապա նախ անմիջապես կհայտնվեն դաշնակիցներ, անմիջապես, այն որ մեզ անընդհատ ասում են դաշնակից չունենք, իսկ մենք ինչ ենք արել, որ առասարակ մեզ կամենան դաշնակցել, առավելագույնը մեզ պատրաստական կլինեն ինչ որ մի կարճ ժամանակով ընդորում գրեթե բարձրապես խոսքի մակարդակով խղճալ եւ ոչ ավելին։ Բայց երբ դու ամենապուճուրիկ իսկ տուզիկն ես, բայց հաչում ես եւ փորձում ես կծել եւ այլն, քեզ սկսում են հաշվի առնել գոնե այն իմաստով, բայց մենք տուզիկ չենք իրականում, միջալուց էս էլ ասեմ։ Այսօր մենք շատ արժանվույն կարող ենք մեր ազգային հասարակությունը քննադատել, ասելով, որ մենք
թշվար ենք, մենք չգիտեմ, անկարող ենք, անկենսունակ ենք, պատրաստ չենք, անարժանապատիվ ենք եւ տվյալ իմաստով սա դառը ճշմարտություն կլինի։ Բայց ինչու թուրքերը այսչափ շատ մտահոգ են մեր գոյության մնացորդով, որովհետև այդ նույն Արցախյան պատերազմը առաջին ցույց է տվել, որ երբեմն, երբ հայերը շատ կարճ ժամանակահատվածով համազգային իմաստով կարողանում են կազմակերպվել, ամենաանհույս վիճակից, իսկ 91 թվականին հայերի վիճակը կատարելապես անհույս էր։ Մենք ոչ միայն Հայաստանի սովետական հատվածը չկորցրինք, մենք ոչ միայն այդ նույն դագաղիկ ինքնավար մարզի արհեստական այլանդակ սահմանները չկորցրինք, մենք 1 միլիոն թուրք մոտավորապես, ինչ չէ, մի քիչ էլ իրենց քարոզությունից օգտվենք, 1 միլիոն թուրք ճամփեցինք մեզ ազգային եւ մեր պետական հողերից։ Այսինքն թուրքը պետք է ապահովագրվի, այսօր Հայաստանը ավելի շուտ հայը թշվառն ու անկարող է եւ խեղճացած, ընդհանրում կամովին խեղճացած վիճակում է, բայց վաղը մի բան կարող է փոխվել եւ նրանք շատ լուրջ խնդիրներ կունենան։ Նրանք մեզնից ավելի շատ են վախենում, քան մեզ կարող է թվալ։ Ես նկատի ունեմ անգամ գաղափարախոսական բանմակարդակի վրա, անգամ այսօր։ Դրա համար սա է խնդիրը, այս պայծրությամբ այո մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս պետականությունը անասելի աստվածային հրաշքով փրկվի, բայց սա պետություն ունենալու հարց չի լուծում։ Պետություն ունենալու հարցը լուծում է ազգային կամքը եւ կրկնում եմ Կասպից ծովից դեպի արևմուտք ընկած տարածքներում թյուրքական տարրի որևէ տեսքով իսպար եւ կատարյալ բացակայությունը, իսկ դրան մենք կարող ենք հասնել, եթե կամենանք 200 տարիների ընթացքում, պատմության համար 200 տարին հավատացեք ինձ շատ կարճ ժամանակ։ Կներեք, որ երկար խոսեցի։ Գներեքի կարիք չկա ընդհակառակ, ես միշտ փորձում եմ այդ հյուրերին ընդհանրապես չընդհատել, որովհետև մտքի թելը կարող է կորցնել հյուրը։ Եվ դեր ասած ամեն խոսքի հետ ոնց որ համաձայն եմ, այսպես ասեմ։ Ուղղակի այդ ամեն ինչին հասնելու համար իմ կարծիքով կարևորագույն խնդիր ունենք, ինչպես որ դուք դրա մասին խոսեցիք նաև Եվրոպայի մասով, հա, ժողովրդագրական։ Ես միտքս արտահայտեմ, դուք ասեք համաձայն եք թե ոչ։ Իմ կարծիքով այո, մեր երկրում բնակվող հայերից կարող ենք փունջ քաղել, այդ ձեր ասած 10%-ը։ Սակայն միաժամանակ շատ կարևոր եմ համարում, որ արտերկրում բնակվող հայերից շատերը վերադառնան հայրենիք։ Ինչ կարծիք եք այս մասով, հա, Սփյուռքի մասին եմ խոսում։ Գաղութայություն եզրույթն ենք օգտագործում մեր հարթակում, ավելի շատ Սփյուռք բառը փորձում ենք մերժել, որտեղ ինքը ոնց որ sense ինստինկտիվ ստացվում է, որ ինչ որ կղզի է, հա, հրաշք վայր է, որտեղ հայերը ապրում են երջանիկ եւ ուրախ։ Սակայն դա այդպես չէ, Սփյուռք ասած ամենավատ բանն է, որ կարող է գոյությունել հայ ազգի համար։ Ինչ կարծիք ունեք, գաղութայությունը ինչ դեր պետք է խաղա այս հարցում նայ, որպեսզի մենք կարողանանք մեր ուժերը հնարավորինս շուտ օտարելեզու բառացում, բայց կոնսոլիդացնել, որպեսզի ձեր ասած այս ուղին անցնենք, թեկուզ 200 տարով։ Ինչ կարող ենք անել, որ համախմբվենք եւ նաեւ այդ համախմբվածության մեջ ներգրավենք նաեւ գաղութայությանը։ Եկեք այս հարցում եւս ես լինեմ միանգամայն շիտակ։ Գիտեք, մենք այն աստիճան վատթար, այն աստիճան սոսկալիագույն իրավիճակում ենք, որ մեղմ ասացությունների, քաղաքավարության, ներազգային դիվանագիտության բոլոր հնարավոր սահմանները կամ պաշարները սպառված են։ Հերիք եղավ, եկեք կեղծ լինենք։ Հիմա ներգաղթի դեպի Հայաստան, հայրենադարձության կարևոր, չեմ ասում գլխավոր, բայց կարևոր համակարգորեն ինստիտուցիոնալ, եթե օտար բառն օգտագործենք, մակարդակի վրա ամենագլխավոր խոչընդոտներից են դասական սփյուռքյան հաստատությունները։ Ես պարբերաբար, երբ առիթ եմ ունեցել 2 անգամ լինելու Միացյալ Նահանգներում, ընդորում երկրորդ անգամ մոտ 9 ամիս Միացյալ Նահանգներում էի, եւ բնականաբար իմ ներկայությունը այնտեղ հետաքրքրություն էր առաջացնում, Արցախ, ազատագրված տարածքներ եւ այլն, եւ շփվում էի ամենատարբեր կուսակցական, անգամ ոչ կուսակցական սփյուռքյան կազմակերպությունների հետ, եւ շատ հաճախ ամենասկզբում ինձ եթե ոչ ուղիղ, ապա անուղիղ կերպով խնդրում էին, որ հայրենադարձության թեման շրջանցեմ։
որովհետև նախ հայրենադարձության թեման մի շարք առումներով հոգեբանորեն շատ վատ է ընկալվում, մի տեսակ ներքին մեղադրանք է ընկալվում, եթե դու խոսում ես հայրենադարձության, նշանակում է մենք ինչ որ իմաստով մեղավոր ենք, որ հայրենիքում չենք, եւ այլն, եւ քանի որ ոչ ոք իրականում պատրաստ չէր ոչ ոք գիտեք ումից ոչ ոք դասական համայնքային կյանքին մասնակցող այդ կյանքում մաս ունեցող մարդկանցից, քանի որ նրանք ընդհանրապես նպատակ չունեին երբևէ հայրենադարձվելու, նրանք ամեն կերպ այդ թեման շրջանցում էին եւ տհաճությամբ էին ընդունում մի պարզ պատճառով, նախ որտեվ հոգեբանորեն դա իրենց մոտ ինչ որ խղճի վայրկյաներ տևող ինչ որ խայթ էր առաջացնում ու իրենք այդ խայթը ճնշելու համար ինչ որ նորանոր պատճառաբանություններ պետք է խորինեին եւ այլն։ Հիմա ասածս ինչն է, սփյուռքյան դասական իմաստով կազմակերպությունները այս իմաստով անարդյունավետ են լիովին, ավելին խանգարիչ են։ Վնասակար։ Վնասակար են միանշանակ։ Այո, մենք պետք է շարունակենք նրանց հետ աշխատել տարբեր երկրորդական ծրագրերի համար, բայց իրենցից գլխավորն ակնկալելը, հայրենադարձության աջակցություն ընկալելը անիրատեսական է, որովհետև իրենք այլապես իրենց նաև գոյության նպատակն է կորում, իրենք ուզում են հենց սփյուռք լինել։ Բացի դրանից ցավալիորեն այդ սփյուռքյան գաղութային կազմակերպություններում, համայնքներում հաճախ մենք ունենք մի այնպիսի ներքին կառավարման վիճակ, որը շատ ավելի ասիական է, քան անգամ, ասենքն ներկայիս Հայաստանի, անգամ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղած կառավարման մոդելը։ Շատ ավելի բռնատիրական են, ասիական են, հակաժողովրդավարական են, ներքուստ եւ այլն։ Դրա համար եկեք հիմա արձանագրելուց հետո տխուր իրողությունները անցնենք ավելի կարևոր ու հուսադրող հատվածին։ Ես միշտ ունեի ներքին համոզմունք, որ ավելի հեշտ է դեպի Հայաստան գրավել սկզբից գաղափարապես պատկանելության զգացման տեսանկյունից, այնուհետև որոշների դեպքում անգամ հայրենադարձության իմաստով այն հայերին, որոնք գետոյացած չեն ապրում համայնքային կյանքով, այլ որոնք վաղուց ուծացվել են, դարձել են տվյալ երկրի լիարժեք, այդ թվում եւ կենցաղավարության եւ մշակութային իմաստով քաղաքացիներ, որոնք շատ փոքր բան են հիշում, որ ծնողները կամ պապիկ-տատիկները ասել են, որ նրանք հայ են, բայց նրանք ոչ հայերեն գիտեն, ոչ հայկական եկեղեցի են հաճախում, ոչ հայկական կազմակերպությունների հետ երբևէ որևէ կապ ունեն, նրանք որևէ անիմաստ, կաշկանդիչ բան չունեն, իրենք լիարժեք մարդիկ են, եւ այսօր, երբ հատկապես հետարդիականության ժամանակաշրջանի ավարտին, երբ չափազանց մեծ հոգեբանական խնդիր կա կյանքի իմաստն ունենալու, որտեվ մարդը ինչքան էլ լավ ապրի, ինչքան էլ չգիտեմ կայացած լինի, այնուամենայնիվ դա մարդու կառուցվածքն է այնպիսին։ Նա ձգտում է մաս լինել ինչ որ մի վեհ բանի, իմաստավոր բանի։ Իսկ այստեղ դու, եթե ճիշտ ռազմավարություն լինի, դու կարող ես ասել, որ դու իրականում ոչինչի պակաս չունես, բայց դու կարող ես շատ ավելի պատմական կարևոր դարձնել քո կյանքը, եթե քո կյանքը իմաստավորես որպես հայ, որ դու ունես իրականում գեղեցկագույն հայրենիք, որ դու ունես բացառիկ խորության քաղաքակրթական մակարդակի ինքնուրույն մշակույթ, որը ոչինչով իր զորությամբ չի զիջում ոչ բյուզանդականին, ոչ եվրոպականին եւ այլն, այսինքն դու այն շատ քիչ մատերի վրա հաշվելիք քաղաքակրթություններից մեկն ես իրականում։ Եվ այո, ինչ-ինչ պատճառներով քո հայրենիքը, քո քաղաքակրթությունը, քո ազգը լայն իմաստով այսօր հայտնվել է ցեղասպանված եւ գոյաբանորեն վտանգված վիճակում,
Բայց մենք առաջարկում ենք քո կյանքը իմաստավորել ամենավեհ, ամենազնվական, ամենա հոգեբանորեն եւ մարդկորեն գրավիչ եղանակով։ Եվ ինձ թվում է նման աշխատանք տանելու դեպքում, որտեվ բոլորը նկատած կլինեք, չէ՞, այսինքն կա օրինակ Միացյալ Նահանգներում օրինակ իռլանդացիներ կամ իտալացիներ, նրանք վաղուց ամերիկացի են, բայց այդ ինքնության պահպանության գիտակցման այդ շարունակությունը իրենց թույլ է տալիս իմաստավորել իրենց կյանքը, ասենք երբեմն հիշել իրենց պատմական հայրենիքի մասին, բայց ասենք եթե ասենք Իռլանդիային այսօր դեռ ոչինչ չի սպառնում, ապա Հայաստանին սոսկալիորեն շատ բան է սպառնում եւ ինձ թվում է որ դասական համայնքային պետական ազուրկ մանր ճղճիմ հարկավ ասիա բնույթ այս կապանքներից դուրս մեր հայրենակիցը, որը այսօր թերևս ոչինչ կիմանում է, որ ինքը մեր հայրենակիցն է, բայց եթե ճիշտ աշխատես, իսկ այսօր այդ քարոզչությունը կարելի է շատ վարպետորեն, շատ խորապես մշակել, այսինքն երբ հայ լինելու պատիվը պիտի գնահատելի լինի եւ կյանքի նոր իմաստ կարողանա հաղորդել, ինձ սա կրկնում եմ, սա բնականաբար պահանջում է լուրջ աշխատանք, բայց այդ աշխատանքը հնարավոր է կատարել եւ այո, մի կողմից իհարկե պետք է աշխատենք մեր այլ բան է, որ այսօր ամենացավալին ինչն է, բնականաբար վերաբնակիչ լինելով Արցախում, ես ամեն գնով եւ ամեն կերպ փորձում եմ, իհարկե հիմնականում ինչ որ Հայաստանի այլ մարզերում ապրող մարդկանց մեջ եզակի ներկային, որոնք ուզում էին տեղափոխվել ազատագրված տարածք։ Բայց այսօր բարդ է մարդկանց առաջարկել գար մի Հայաստան, որը մոտակա տարիների ընթացքում շատ ավելի բացահայտ կերպով դառնալու է ուղղակի Ադրբեջանի, ինչ ասեմ, Ադրբեջանի հսկողության տակ գտնվող գաղութացված տարածք։ Կներեք, որ ընդհատում եմ, իմ կարծիքով, ինչպես որ ասի, ամեն ինչ հետ համաձայն եմ, բացառության վերջին ձեր ասած մտքի է, բացատրեմ, դա էլ ոնց որ մեզանից չէ կախված, ոնց որ երևի չգիտեմ, Աստված է մեզ այդ առումով փորձում օգնել, հա։ Նայեք, տեսնում եք, որ մեր երկիրը, այո, անորոշ է, չենք հասկանում դեպի ուր են գնում։ Չնայած հա կառավարության այդ սուտ ռոպագանդային, թե մենք գնում ենք դեպի խաղաղություն, բայց ինքը շատ նման է մատաղության, հա։ Քիչ-քիչ տանում են դեպի մեզ մորթելու, հա։ Բայց մյուս կողմից տեսնում ենք իրավիճակը, որը տիրում է Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության մասով, հա։ Շատ հայեր օրինակի համար արդեն եկել են Հայաստան եւ շատերը դեռ վստահ եմ գալու են, որտեվ երկիր մոլորակի վրա կան վայրեր, դա բարձ երևում է, որտեղ իրավիճակը էլ ավելի վտանգավոր է, քան մեզ մոտ։ Եվ ինձ թվում է սա ինչ որտեղ մեզ կարող է օգտակար լինել։ Ինչ վերաբերում է գաղութայության մասին, գիտեք, որ ես էլ գրեթե 20 տարի ապրել եմ Ֆրանսիայում, այնպես որ ինչ որ ասեցիք, այդ համակարգը ասիական այդ մշակույթը, հա, ասենք պապը եղել է այս կազմակերպության ղեկավարը, որդին եւ թոռը պետք է պարտադիր լինեն ղեկավար, անընդհատ որակապես ամեն ինչ իջեցնելով։ Շատ կազմակերպություններ կան այսօր, որոնք անունով զորեղ են, կարող նաեւ ինչ-որ ֆինանսապես զորեղ են, բայց նրանք այլևս իրենցից ոչինչ չեն ներկայացնում, հա, ծերանոցի նմանվող կառույցներ են։ Ուղղակի իրենք են դեռևս նորից տվյալ երկրի օրինակ խոսում ենք Ֆրանսիայի մասին, իրենք են ամեն տարին գոնե մեկ անգամ հանդիպում երկրի ղեկավարի հետ կամ ղեկավարության հետ։ Եվ սա առումով շատ ճիշտ եք ասում, ես դրա համար նույնպես շատ sense մեծ բախումների մեջ եմ եղել այնտեղ այդ ղեկավարների հետ, եւ միշտ օրինակ է վերում, ասում են դուք անօթև եք, հա, ցեղասպանությունից հետո ձեր ծնողները կամ պապերը եկել են տվյալ երկիր, դուք նորից կյանք եք սկսել, կարողացել եք կրթություն ստանալ ձեր ծնողների, ձեր պապերի զոհաբերության հաշվին, լինելով լավ հայ, լավ մարդ, դարձել լավ քաղաքացի տվյալ երկրի, բայց դուք անօթև եք եւ մի մարդ, որ նորից ձերպես փողոցում է ապրում, ասես պատկերավոր ասած, ուզում է տուն վերադառնալ, դուք նրա ձեռքը բռնում եք եւ չեք թողնում, ասում եք փողոցում ապրել ավելի ճիշտ է, ավելի լավ է։ Ինչպես որ դուք ասում եք, բնականաբար նեղանում էին այս խոսքից, բայց ես երկար աշխատանք տանելու արդյունքում հասկացա, որ նրանք այնպես չէ, որ համաձայն չեն ինձ հետ խորապես, հա, հոգու խորքում։ Ուղղակի նրանց դա ձեռ չի տալիս։ Եվ մի ուժ բան էլ կա, շատ հաճախ
եթե մի փոքր sense ներողություն իհարկե համատության համար, բայց եթե զուտ նայեք բիզնեսի տեսանկյունից, նրանց պետք է այդ գաղութայությունը, որպեսզի իրենց նույն ծերանոցներում դեռևս մի քանի հոգի երբեմն այց կատարեն, նվիրատվություն կատարեն, եւ որպեսզի վերջիվերջո նրանք իրենց կարևոր զգան։ Այսինքն այստեղ ունենք շահերի բախում նաեւ հայքում երկրում բնակվող հայերի եւ արտերկրում գաղութայության։ Այս առումով պետք է նույնպես մի աշխատանք տանենք, որպեսզի այդ ամենը փոփոխվի։ Եվ ձեր զրույցի ընթացքում անընդհատ դուք կրկնում եք հետարդիական շրջան, ես փորձեմ կամ դուք եթե ուզում եք բացատրենք մեր դիտորդներին, մեր լսողներին, թե ինչ է դա նշանակում, հա։ Մանավանդ եթե վերցնենք համաշխարհային մակարդակով, Եվրոպայի մակարդակով, որտեղ անդադ կրկնում եք այդ խոսքը։ Հա, ճիշտ է, ես պարտավոր եմ իրականում լուսաբանել, ուրեմն բոլորը դպրոցից գիտեն, որ կար օրինակ միջնադար։ Կար անտիկ շրջան, այնուհետև եկավ միջնադար, այնուհետև եկավ մոդեռնի շրջան։ Չէ՞։ Մոդեռնը մենք հայերեն բառ ունենք համապատասխան, մենք ասում ենք արդիականություն։ Այսինքն մոդեռնի ժամանակաշրջանը կարող ենք կոչել արդիականության ժամանակաշրջան։ Հիմա հատկապես 45 թվականից 1945 թվականից այս կողմ այս ժամանակաշրջանը սովորություն կա անվանելու պոստմոդեռնիզմի եւ պոստմոդեռնիզմը արդեն վստահաբար շատ ավելի մեծ թվով մարդիկ լսած կլինեն, ուրեմն պոստմոդեռնիզմը հետ արդիականությունն է։ Հիմա գոյություն ունի մի չափազանց կարևոր գիտակարգ, որը ցավոք սրտի Հայաստանում կարելի ասել գոյություն չունի, որը կոչվում է պատմության փիլիսոփայություն, որը այսինքն պատմությունը չի ուսումնասիրում նեղ իմաստով որպես պատմություն, այսինչ թվին, այսինչ բան եղավ, այսինչ թվին, այսինչ ճակատամարտ եղավ, այլ փորձում են շատ ավելի վերացարկված մակարդակի վրա քննել պատմական զարգացումների օրինաչափությունները եւ այս իմաստով չափազանց պիտանի գիտություն է պատմության փիլիսոփայությունը։ Եվ ուրեմն պատմության փիլիսոփայության ներկայիս ներկայացուցիչների համարյա համակարծիք բնութագրմամբ ես մի փոքր նաև վախեցնեմ, բայց իրականում սա մեծ ավետիս է, շատ իրականում, եթե կյանքին ճիշտ վերաբերվես, հետարդիականության պոստմոդեռնիզմի այս ժամանակաշրջանին չի հաջորդելու, չգիտեմ, գերմոդեռնիզմի ժամանակաշրջան եւ այլ, ոչ, հաջորդելու է մի ժամանակաշրջան, որը արդեն վաղուց ունի գրեթե պաշտոնականացված անվանում՝ նոր միջնադար։ Իսկ նոր միջնադարը, թեպետև մեզ սովորեցրել են դպրոցում սարսափել միջնադար բարից, որտեղ այն ունի, չգիտեմ, կրոնական բովանդակություն, այն ունի այլ թվացյալ վատ երևույթների բովանդակություն, որոնք իբր հաղթահարվել են մոդեռնի օրոք, բայց լինելու է նոր միջնադար։ Նոր միջնադարը իհարկե նշանակում է տևական պատերազմներ, մասնատվածություն եւ այլն, բայց նոր միջնադարը շատ ավելի նպաստավոր է ազգային խնդիրներ լուծելու համար, որովհետեւ ինքնաբերաբար դադարում է շատ բաներ, չգիտեմ, տարածքային ամբողջականություն, կեղծ իմաստով ընկալված միջազգային իրավունք եւ այլն, բայց իհարկե մեկ պայմանով։ Եթե նոր միջնադար մտնող ազգային հանրությունը պատրաստ է դիմադրել եւ սեփական բաժնի համար պայքար տալ։ Մեր ամբողջ խնդիրը անգամ այս հետարդիականության շրջանում ընդհանրեն այն էր, որ մենք պատրաստ չեղանք։ Եվ երեք օրինակ հետաքրքիր զրույց էի վայրում իմ ընկերոջ հետ, ասում էր, որ 44 օրյայի ժամանակ օրական մենք ունենում ենք մոտավորապես 90-ից 100 զոհ եւ այս թիվը անտանելի էր եւ կառավարության եւ հասարակության համար։ Եվ դա եւս պատճառներից մեկն էր նոյեմբերի 9-ի թղթի ստորագրման։ Այստեղ ես մի բան եմ ուզում, շատ դաժան, ես նախապես նաև ներողություն եմ խնդրում, ընդգծված կերպով ներողություն եմ խնդրում բոլորից։
Ադանայի ջարդը, որ այդպես մասնիկ ջարդ էր, մի փոքր միջանկյալ ինչ որ մի հատ դրվագ էր, 20 քանի հազար մարդ մորթվեց։ Այսինքն իրականում մենք պատմականորեն, ասենք, չգիտեմ, Համիդյան ջարդերում 180-190 հազար հայ կոտորվեց։ Ես հիմա ցեղասպանությունից դուրս դրվագներ եմ ասում։ Մենք կարող ենք հարյուրավոր դրվագներ գտնել, երբ տարբեր տեղերում վերջին դարերում տասնյակ հազարավոր հայեր մի քանի օրում մորթվում էին։ Բայց առաջին Արցախյան պատերազմում մենք 6000-ի չափ զոհվեցինք, բայց մենք ազատագրեցինք 12000 քառակուսի կիլոմետր տարածք, 1 միլիոնով թուրքաթափեցինք եւ այսինքն եւ բնականը բայց կա ուրիշ բան։ Իսկ եթե այդ նույն մեր բնակչությունը ժամանակին պատասխանատու կերպով վերաբերվեր իր քաղաքական պարտավորություններին 5 կամ 10000 դրամով ձայն չեր վաճառի ամենաէժանագին թայֆայական կամ անգրագետ բաներով չեր պահի հետխորհրդային բնույթի կոռումպացված հակապետական կառավարություն, որի հիմնադիրը թող ոչ միտեղ չփախչի տխրահռչակ Լևոն Տեր-Պետրոսյանն է, առաջին հանրապետության բոլոր մեռելածին արատների հեղինակն ու արձանագրողը եւ առաջին պատասխանատուն, ապա եթե մենք բանակի նկատմամբ, եթե նույն բանակի գեներալները չթալանեին բանակը եւ այլն, մենք իհարկե շատ ավելի քիչ թվով զոհեր կունենայինք։ Ավելին կարող է պատերազմը այդքան շուտ չսկսվեր էլ, որտեվ ապրիլյանը ցույց տվեց, որ հայկական բանակը գտնվում է մեղմ ասած խղճալի վիճակում, թեև իհարկե տեսան նաև հերոսաբար դիմադրելու բացառիկ կամքը։ Այդ բացառիկ կամքը որոշ տեղերում արկա էր նաև 44 օրյայի ժամանակ, բայց համակարգն է փլուզվել բանակային կառավարման մեկ կողմից եւ ամենագլխավորը երկրի քաղաքական ղեկավարությունը այնպիսի մի մարդու ձեռքին էր, որը անսկզբունք, անբարող, կատարելապես վախկոտ, ոչնչական եւ այլն եւ այլն։ Բայց այնուամենայնիվ այդ մարդը եկեք էլ արձանագրենք լայն հասարակության զանգվածների համար առաջին անգամ այս հանրապետության պատմության մեջ յուրայինն է։ Այսա բոլորին պատահական չէ, որ ինքը այդ թուրքանման գլխարկ է դնում, եգիպտացորեն է լափում կամ չգիտեմ իրեն պարս գյուղացի տղայի կերպար է ստեղծում իր շուրջ։ Ճիշտ է, հետո սխալմամբ ասում է, որ հայկական ձուկ վաղուց չի ուտում եւ այլն, բայց ասենք իմաստը ինչն է, առաջին անգամ մեր լայն զանգվածները օտար բառով ասած մի քիչ վիրավորական բառ ասեմ լյումպենները կամ այսինքն պարզապես քաղաքական մշակույթից եւ պատկերացումներից հեռու ցածր մշակութային եւ կենցաղային պատկերացումներով ապրող մեր սիրելի հայրենակիցները նման մարդու մեջ տեսնում են յուրային մարդու իրենց միջից ելած տղային, որը իրենց բալեքին չի տանելու մսաղած։ Իրենք այդ չեն հասկանում, որ առանց պատերազմի մսաղացը լինում է շատ ավելի դաժան, շատ ավելի սարսափելի զոհերով եւ անխուսափելի եւ պատմականորեն իսկ արդարացված։ Այո, ճիշտ է։ Լավ, շատ շնորհացանք։ Չէ, հետաքրքիր մտքեր եք արտահայտում, իդ գալով հետ արդիական շրջանին այլ կերպ ես բացատրություն տամ ու մի բան նշեմ, հա։ Շատ հաճախ հիմա մեր հասարակության մեջ ասում է, որ օրինակ արևմուտքը այլասերված է, հա, Եվրոպան այլասերված է եւ այլն։ Եվ այդ ամենի բանը պատճառը հենց այդ շրջանն է դեր նշած, հա, 45 թվականից 38 թվականից այս կողմ, մասնավորապես 60-ականներից այս կողմ Եվրոպայում տեղի ունեցան որոշ հեղաշրջումներ, հա, երիտասարդների կողմից կարծես թե կազմակերպված, բայց իրականում ուրիշ մարդիկ են դրա հետևում կանգնած, որոնց նպատակն էր Եվրոպան թույլատնել, արժեզրկել եւ այլն։ Հիմա նոր տենդենս գոյություն ունի, նոր է ինքը զարթնում, հա, որաբար դա հասցեագրված է աչակողմյա
հասարակությանը Եվրոպայի, որ ուզում փորձում են այս հետևանքները մաքրել եւ ետ վերադառնալ դեպի ակունքներ, դեպի արժեհամակարգ, դեպի շատերի համար քրիստոնեական ինչ որ արժեհամակարգ եւ այլն։ Եվ այս հարցում իսում է մեր երկիրը, մեր ազգը շատ ուժեղ դեր կարող է խաղալ։ Եվ ձեր ասած որ ասացիք, որ դրսում ապրած երիտասարդներ, որ պետք է ետ վերադառնան հայրենիք, թեկուզ եթե հայերեն չգիտեն, ես անձամբ ծանոթ եմ մի քանի այդպես երիտասարդների, որոնք անգամ եթե արյունի տեսանկյունից վերցնենք, մասամբ են հայ, այսինքն մայրն է միայն հայ կամ հայրը, որոնք ետ են վերադարձել հայրենիք, որոնք օրինակ Ամերիկայում ապրած երիտասարդ, որոնք անցել է ռազմական ուղի, այստեղ դասընթացներ է կազմակերպում այստեղ երիտասարդների համար, որոնք պետք է շուտով գնան բանակ, որ ամուսնացել է, ունի արդեն բալիկ այստեղ, մեկ այլ Ֆրանսիա հայ, այսպես, որը միայն կիսով չափ է հայ, ետ է վերադարձել այստեղ, փորձում է բիզնես հիմնել, սովորում է հայերեն, որովհետև ընդհանրապես հայերեն չի դրապետում եւ անցած ամառ իրեն մայրիկի կողմից բարեկամությանը Ֆրանսիայից բերել էր Հայաստան, որոնց մեծ մասը մոտ 40 հոգի, մեծ թիվ է, որոնց մեծ մասը հայերեն չգիտի եւ Հայաստանում անգամ երբեք չէր եղել, որոնց բերեց այստեղ կնքեց հայ առաքելական եկեղեցում, ասաց դուք հայ եք։ Այսինքն մի հոգի երիտասարդ խաղաց մի ամբողջ սփյուռքի նախարարության դեր եւ ավել։ Մանավանդ որ հիմա մենք սփյուռքի ոչ նախարարություն ենք, ոչ էլ մեզ համար ընդունելի անձնավորություն է այդ ինչ որ ոմն կառույցը ղեկավարում։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց, շատ հարցեր ունեի, շատ հարցերի անգամ պատասխանեցիք, ընթացիկ դրա համար նաև լռում էի եւ լուր լսում էի ձեզ։ Սակայն անդրադառնալով քարտեզին, հա, փորձենք այդ մտքով ավարտել։ Ինչ կասեք այդ քարտեզի մասին, ինչ պայքար պետք է տանենք այդ քարտեզի դեմ, ինչ եւ ինչու է այդքան ինքը այդ քարտեզ ասվածը սիրում, հա, որ դոշին անդադ կախած կներեք բարի համար, այստեղ այնտեղ է գնում։ Ես քանի որ ասել եմ վերջնականապես հրաժարվել եմ լինելու պոլիտ կոռեկտ, իրենց բառն օգտագործենք, ես այն անվանում եմ մանրակերտ դագաղիկը։ Դա չի նշանակում, որ ես ներկայիս հայերի հսկողության տակ իբր մնացած տարածքը ինքնին այդ վատ բառ եմ համարում, բոլորովին ոչ, սա մեր սուրբ հայրենիքն է, բայց Հայաստանի հայոց պետականությունը եւ այս քարտեզի ողջ պատմությունը սկզբունքորեն անհամատեղելի են։ Նախ սկսենք ամենաառաջինից, այս քարտեզը հակասահմանադրական եւ քրեորեն պատժելի է։ 89 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախը ներհայաստանյան օրենսդրությամբ դարձել է Հայաստանի մաս, անկախության հռչակագրով Արցախը, Արցախահայությունը մնացյալ հայության հետ հավասար համահիմնադրի իրավունքով ստեղծել է ներկայիս հայոց հանրապետությունը, որի իբր վարչապետն է Նիկոլ Փաշինյանը, ուստի այդ տարածքում եթե արտացոլված չէ Արցախը, այդ ինքնին այդ քարտեզը ոտնակոխում է Հայաստանի Հանրապետության, որի վարչապետն է իբր Նիկոլ Փաշինյանը, այդ հանրապետության հիմնադիր փաստաթուղթ, այսինքն Նիկոլ Փաշինյանը եւ իր տխրահռչակ ու քստմների հետևորդները, երբ այդ քարտեզը կրում են իրենց ձերքին կամ հագուստին, իրենք կատարում են հակասահմանադրական քրեորեն պատժելի ոտնձգություն, որը միտված է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության միտումնավոր ոտնահարմանը եւ այլն։ Բացի դրանից իրենք Հայաստանի Հանրապետության համահիմնադիր մաս Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում եւ պատասխանատվություն են կրում այդ տարածքի ցեղասպանական ըստ էության հայաթափության համար, բայց եթե ավելի խորը գնանք խորհրդանիշներին, ես կրկնում եմ, այդ քարտեզը Հայաստանի հետ ցեղասպանական մասնատման արդյունքն է, որը միջազգային իրավունքով իսկ մինչև իրենց ստիպում, որ ստորագրեք, որովհետև բոլորը հասկանում են, որ այնուամենայնիվ առնվազն վիճարկելի է սովետական Հայաստանի սահմանների պատմությունը, խիստ վիճարկելի է, սա ցեղասպանված կողմին պարտադրված այն գետոյի տարածքն է, որը ինչպես հենց թուրքերն են ասել, իհարկե Բաթումյան Հայաստանի համար,
որ բավական տարածք է ձեզ գերեզման ունենալու համար, բայց բավական տարածք չէ, որ դուք այստեղ ապրեք եւ պետություն ունենաք։ Այսինքն այս 29000 քառակուսու ամբողջ իմաստը դա է, այն հակասահմանադրական է անգամ այս Հայաստանի ներկայումս գործող սահմանադրության տեսանկյունից, բայց այն նաև մեր թշնամիների, մեր գոյաբանական թշնամիների, մեր դեմ ցեղասպանական նպատակների բանն է, խորհրդանիշն է։ Ու երբ դու ասենք այդ նույն այլանդակ դագաղիկը հետ ցեղասպանական իրականություն արտացոլող դագաղիկը դաջում ես անգամ քո զինված ուժերի զինանշանի վրա, այսինքն նորից եմ ասում, մեզ մոտ երբ որ ոգեղեն, հոգևոր իրականություններ խորագույնս արհամարված են եւ համարված են անլուրջ ու չգիտեմ ինչ։ Թուրքերը ի տարբերություն ներկա հայ հասարակության զգալի հատվածի չափազանց լավ գիտեն խորհրդանշի ուժը։ Ու պատահական չէ, որ նրանք ամեն կերպ, ամեն առիթով պատերազմ սկսելու օրվանից սկսած գործում են նաև խորհրդանիշների դաշտում։ Դրա համար այս քարտեզը, ինչ ասեմ, սա ոնց որ ասենք սատանայա դրոշմ լինի։ Այսինքն այդ քարտեզ կրողը, այդ քարտեզի հետ համաձայնը ինքը թուրք ցեղասպանության գործակիցն է։ Այո։ Ինքը մեր պետության թշնամի է։ Ինքը հայ ժողովրդի գոյության գիտակցված կամ անգիտակից թշնամի է։ Բայց իմ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ցավալիորեն իմ հայրենակից, որը գիտակցելով, բայց իհարկե մեծագույն մասը ընդհանրապես անգիտակցելով, իրենց համար դա իրականության եւ խաղաղության խորհրդանիշ է, ոչ սիրելիներ, սա ցեղասպանության ընդորում ոչ միայն եղած, այլև ձեր գլխին գալիք ցեղասպանության խորհրդանիշն է եւ այդ այլանդակությունը, այդ դագաղիկը, ով որ իր ձեռքն է վերցնում, ինքն իրեն, իր երեխաներին դատապարտում է երկրորդ ցեղասպանությանը, որին դառնում է միանգամայն արժանի եւ որը չի ուշանա, եթե աստվածային հրաշքով տեղի չունենան զարմանալի գործընթացներ, որոնք ինչ որ իմաստով գիտակցել կտան մեր հայրենակիցների գոնե մի մասին, որ այսպես շարունակելու դեպքում մենք ոչ թե գոյություն չենք ունենա 100 տարի հետո, մենք գոյություն չենք ունենա 15-20 տարի հետո։ Եվ վերջին բանը, Ալիևը, եսա բացարձակ վստահությամբ եմ ասում, ուզում է պատմության մեջ անցնել որպես Հայաստանը ոչնչացրած անձ, ոչ թե հաղթած, ոչ թե կախյալ կիսապետություն դարձրած, այլ Հայաստանը քաղաքական քարտեզից ջնջած անձ։ Ինքը այսպես է կամենում մտնել պատմության մեջ։ Ինքը շատ մեծահարուստ է, ինքը կարող է ապահովել լավագույն բժշկություն իր ծերացող մարմնի համար, ուստի ինքը ունի 15-ից 20 տարվա կյանք։ Եվ ինքը ամեն ինչ անելու է 15-20 տարում, ոչ թե Սյունիքը գրավելու, ոչ թե Սևանա լճի արևելյան ափը գրավելու կամ Տավուշը գրավելու, ոչ, նա 15-20 տարում հստակ նպատակ ունի Հայաստանը քարտեզից վերացնելու։ Եվ այն, որ ձեզ կերակրում են հույսերով, որ պատերազմ չի լինի, ինչ որ մի փուլում չդիմադրող Հայաստանում վերջին պորտքումներ կարող են լինել, եւ Ադրբեջանի համար հարմար արիտ կլինի կրկին, այսինքն միևնույն է ձեր ավարտը այնուամենայնիվ ունենալու է ռազմական տարրեր եւ ամենագլխավորը ձեր ավարտը լինելու է եղերական։ Ու լավ իմացեք, ձեզ խաղաղություն խոստացողը ու ձեզ ցեղասպանության մահվան դագաղիկ մանրակերտը ձեր ճակատներին որպես աղվեսադրոշմ դաջող ստորացնունդ դավաճանը ձեզ դարձնում է ձեր իսկ երեխաների ցեղասպանության մասնակից ու դուք դա ձեր աչքով եք տեսնելու, եթե վերջին պահին այս
իրականության հետ կապ չունեցող մղձավանջից, որտեվ երբեմն մեզ են մեղադրում անիրատես լինելու մեջ, բայց այն մակարդակի անիրատեսությունը, աշխարհից կտրտվածությունը, ցնորային հավատը, այսինքն ուղղակի դա անբացատրելի հիմար պիտի լինի մարդը, անբացատրելիորեն հիմար, կլինիկական մակարդակի հիմար պիտի լինի մարդը, որ հավատա, որ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ մեկը կարող է երաշխավորել խաղաղություն թուրք շրջապատի հետ եւ որ թուրք շրջապատը պատրաստ կլինի ձեր գոյությունը հանդուրժել։ Դա այսինքն դու պիտի կատարյալ կներեք կոպիտ բարեմ օգտագործում դեգեներատ լինես, որ այդ կարգի անհետեթությանը հավատաս։ Բայց տես որ բայց գիտես ինչի են հավատում։ Մի պարզ պատճառով, որտեվ եթե առերեսվես իրականության հետ, եթե մի պար ընդունես իրականությունը, դա կստիպի քեզ լիովին փոփոխել քո կյանքը։ Իսկ մարդիկ չեն ուզում փոփոխել կյանքը, մարդիկ ուզում լավ ապրել, հարմար ապրել, չմտածել վատի մասին, ինչպես մահացու հիվանդը հաճախ չի ուզում մտածել իր հիվանդության մասին, որ տրամադրությունը չընկնի։ Ճիշտ եք։ Ու դրա համար է որ նաև պատճառներից մեկն է որ մենք ես անձամբ վեր սկսեցի մեդիայի մեր գործունեությունը, որովհետև ուղղակի մեդիա տիրույթում չէ ընդհանրապես, հա, խոսությունը միայն բացառապես կարծես թե նրանցն է դա մնացել։ Եվ հակադրվող ինչ որ հարթակներ շատ քիչ կան, շատ կենտ թվով կան, իսկի հակառակ ներկայիս մեր զավթած իշխանության եւ Ալիևի մենք էլ ձեր նշած այդ հաղորդման ընթացքում նշեցիք օրակարգը պետք է ամեն ինչ անենք որպեսզի իրականություն դառնա կամ գոնե մեկնարկը մենք տանք որպեսզի ընթացիկ արդեն փուլարփուլ էլ ավելի զորեղանանք եւ հասնենք մեր նպատակին շատ հարցեր կան Դիարան Քանյանյան բոլորոց մասին շատ կուզեի խոսենք բայց հաջորդ անգամ թող դա մնա մասնավորապես կուզենայի միասին խոսենք նաեւ կրոնական հարցերի մասին շատ կարևոր է, հա, մեր դեմ նաև կրոնական հոգևոր պատերազմ է հայտարարված մեր դեմ, աղանդները մի ուրիշ կարգի զորանում են մեր երկրում, շատանում են, որը շատ մեծ խնդիր է մեզ համար եւ մեծ վտանգ եւ այլ հարցեր նույնպես արտաքին քաղաքականության, ինչպես որ նկատեցիք, իսկապես փորձում եմ հնարավորինս քիչ հետևել իրադարձություններին ներքաղաքական, որովհետեւ այնտեղ ոչ մի բովանդակալից բան չկա եւ միայն իմ ժամանակն է վատնում եւ մեր ժամանակը ավելի լավ է մեկ ինչ որ ուրիշ գործ անենք որակյալ քայքայվում եւ առողջությունն է քայքայվում լիովին առողջությունը ազգային գործին պետք է ու վերջացնելով արդեն վերջին խոսքն ասելով ճիշտ եք խորհրդանիշերը եւ թվերը ինչպես որ Կոնֆուցիուսն է ասում ղեկավարում են աշխարհը դա համար նույնպես մենք ինչ եմ ընկճված մի փոքր խոսում ընթացքում փորձում հնարավորինս հայերեն բառեր միայն կիրառել այլ ոչ թե օտարատին ինչ որ բառեր եւ ընթացքում հարստացնում եմ իմ բառամթերքը բառապաշարը նաեւ եւ նույնքերպ ինչ որ ասացի սփյուռք բառը չենք օգտագործում խոսում ենք գաղութի մասին գաղութայության մասին մեր երկիրը այլևս չենք ես անձամբ չեմ կամենում անվանել Հայաստան այլ Հայք մաքրեմաքուր անուն տալ ու այդպես շարունակ հա դա դա նույնպես կարեւոր է ինչպես որ ասեն գրափար ուղղագրությունն է կարեւոր որին հիշում եմ կանադառնալ ես ստացնեմ որ Հայաստանը նույնքան հայերեն է որքան Հայք բայց Հայքը ավելի խորհրդավոր է հետեւաբար ես ոչ մի առարկություն չունեմ եթե դուք երկիրն անվանեք Հայք խնդիր կունենամ եթե Հայաստանը համարեք խորտ Հայաստան բառը 5-րդ դարի սկսած մեր պատմական մատենագրության մեջ հիշատակված է։ Ճիշտ է։ Օրինավոր բառ է, բայց Հայքը իհարկե գուցե մեր գաղափարախոսություն եւ քաղաքական այլ ինչ հենք ունի։ Այսինքն այսպես ասեմ, Հայք բառը անչափ ավելի խորհրդանշաբար հարուստ է եւ զորեղ է, քան պարզապես Հայաստան։ Նորից շատ շնորհակալ եմ ձեզ ձեր թանկագին ժամանակի համար եւ նաեւ այս շատ հետաքրքրական զրույցի համար հուսում եմ եթե ոչ մշտական գոնե բարբերաբար կհանդիպեմ եւ խոսենք այսպես կարևոր հարցերի մասին ձեր տրամադրության տակ եմ շնորհակալ եմ մեր հայրենակիցներին պետք է նույնպես շնորհակալություն հայտնեմ իրենց հավատարմության համար խնդրել որ միշտ նոր թողարկում ուրեմն պարտադիր հավանեն այս տեսահոլովակը տարածեն այն որպեսզի մեր այս մտքերը գաղափարները ավելի լավ տարածվեն այլևս ասած պրոպագանդվեն մեկնաբանությունների բաժնում բնականաբար մեր հայրենակիցները կարող են նշել այն մարդկանց անունները որոնց
կամենային տեսնել մեր հարթակում, թե հակառակ պայմանականացած ճամբարից, թե մեր մտքի եւ գաղափարի տեր մարդկանց անուններ հնչեցնեն եւ նաեւ ինչպես է հարցեր, որոնց մասին կամենային որ մենք անդրադառնանք հետագայում։ Նորից շատ շնորհակալ եմ, սիրելի հայրենակից, մինչ նոր հանդիպում, միշտ հիշիր, ինչ էլ պատահի, հայացքդ մի կտրիր խոստուփից։ Շնորհակալ եմ, մնաք բարով, ցտեսություն։